Բարի Եսուսրեներ, Պարփուտան Գաստո, որ անգամ եւս Տերը մեզ հավաքեց իր խոսքի շուրջը սերտողություններով։ Մենք սկսած ենք նոր սերտողությունը, որովհետեւ ինչպես ուսումնասիրել Աստվածաշունչի մարգարեությունները, հետաքրքիր նյութ է, իշխուն ծավալում, Պիչանանք այսօր սերվել աս քրիստիան աղոթենք սկսել առաջ։ Երկրավոր շնորհակալ ենք Տեր, որ այսօր ամեզի գյակ տվիր, հավաքեցի, որպեսզի քո խոսքը կարողանանք սերվել, ուսումնասիրել, սորվի, հասկանալ եւ յուրացնել մեր կյանքի մեջ։ Քո Սուրբ Հոգիդ առաջնորդության կգարողինք Տեր, կխնդրենք, որ Սուրբ Հոգիով մեզ առաջնորդես, մեր միտքը, մեր հերանը, մեր խոսքերը թող քո գտնան։ Հիսուսի բավական անունով խնդրեցի, որ թափանցրեն արժանիքովը։ Ամեն։ Ուրեմն այս շաբաթվա հիմք ծննդոց քիրքի մեջ։ Մեր ամեն ինչին հիմքը ծննդոց քիրքն է եւ մեր սորվերի համարը Հովաննու առաջին գլուխ 29-րդ համարն է։ Կարդանք։ Հետևյալ օրը Հովհաննես տեսավ Հիսուսը, որ իրեն ուկար եւ ըսավ, ահա Աստծո քարը, որ աշխարհի մեղք կվերցնե։ Այո։ Ահա Աստծո քարը, որ իր վրա կվերցնի աշխարհի մեղքը, ուրեմն դինայ որ ինչ է այդ քարը։ Այդ քարը ուր դերեն սկսավ եւ ինչպես մինչեւ վերջը ուր է ազգան։ Աստվածաշունչի մարգարեությունները հասկանալու համար խնդիրներից մեկը այն է, որ անոնք չեն կրնար ընդունել երբեմն ամոր արմատը։ Մարգարեությունը չես հասկանալ, արմատը չես գիտեր։ Արմատը պետք է հասկանանք։ Երբ որ հատկապես Հովաննու հայտնություն Հովաննուն գրե հայտնություն Հովաննու գրող քիրքը գրած է իր ժամանակի մարդոց, ովքեր որ 5 դարյան շատ լավ գիտեին։ Մենք կարելի աչափ շատ լավ 5 դարյան չէ գիտեր, ինչպես որ Հովանես Արաքյալը գրեց Հովաննու հայտնություն Հովաննուն իրեն լսողներուն կամ իրեն գարտացողներուն եւ անոնք երբ որ բանը գսել ամիջապես կնային ընտրնել եւ հասկանալ, քանի որ իրենք 5 դարյան շատ լավ գիտեին, հատկապես ծննդոցը ասել համար։ Բայց մենք չենք գիտեր, ուրեմն պետք է մենք սորվենք, պետք է գարտանք, ներթափանցենք, որովհետեւ գայնանք այս շնորհքության քիստի մեջ գրված բոլոր հիմնական հասկացողությունները հասկանալ։ Ուրեմն անոնք կգտնվեն առաջին Սուրբ Գրքի առաջին գլուխներու մեջ։ Սուրբ Գրքի մեջ բանը կա, որ դասվի, որ առաջին անգամ ասվեցավ, առաջին հիշադակում տերմինոլոգին կա, տերմինը կա, դասվի, որ առաջին հիշադակում, այսինքն երբ առաջին անգամ Սուրբ Գրքի մեջ գարտացին այս խաղապարի մասին, կամ այս բանի մասին։ Ուրեմն անիկա պետք է անշուշտ տնա ծննդոց գիրքի մեջ։ Ծննդոց գիրքը կներկայացնի խաղապարներ, որոնք ավելի մանրամասն կքննվին Աստվածաշունչի մյուս հատվածներում մեջ, մյուս գիրքերում մեջ։ Երբ որ մենք առաջինը հասկանանք ծննդոցի մեջ թե ինչի մասին է այդ խոսքը, վերջը մնացած գիրքերում մեջ ավելի լավ կնանք հասկանալ։ Ուրեմն անիկա առաջին հիշատակման օրենքն է, որ մարդիկ աստվածապաններ կհասկանան անիկա։ Ինչպես որ երեխան փոքր ժամանակ դպրոց գերտա, առաջին անգամ ալջեբրա չի սովորին կամ երկրաչափություն, առաջին անգամ կսովորի թվափառություն։ Գումարում, հանում, քիչ բնավ կմեծնա, այդ գումարումին հանումի վրա գավելնա առավել կսովորի, բազմապատկում փոխարինում, քիչ բնավ կմեծնա, առավել կսովորի, տարբեր թվափանական հաշիվներ, մեկ անգամ են չի սովորի։ Ուրեմն ասի օրինակ մն է, որ ծննդոց գիրքը մեզի առաջին բաները կսորվեցն է, սկիզբը կսորվեցն է, վերջը գտնլայնվի, գաղապարը չի վերջանար, այդ գաղապարը գտնլայնվի, կշատնա, կմեծնա, ավելի կզարկանա, ավելի գարնե կդժվարանա, բայց գաղապարը սկիզբը, հիմքը, ուրեմն ծննդոց գիրքի մեջն է։ Կարդանք հիմա Եսայի 40-րդ գլուխ 7 եւ 8 համարները։
Եսայի 47 եւ 8 համարները։ 47 եւ 8 համարները։ Խոտ գճոնա զայգը գթարանի երբ անոր վրա դերոջը հովը փչե իրացնե ժողովուրդը խոտ է։ Մեկ համարներ։ Ուտը լավան։ Այո։ Խոտը գճոնա զայգը գթակարի բայց մեր Աստծո խոսքը հավիտյան պիտի մնա։ Այո։ Ուրեմն այսինքն մարդը բուկա գերտա, բայց Աստծո խոսքը հավիտյան կմնա։ Մենք խոդի պես ենք, խոդը բուկա գերտա, բայց Աստծո խոսքը երբեք չի վերջանա։ Մաղաքիա 3:6-ի մեջն ալ, որ ես կգարտամ ոս, քանզի ես Եհովա եմ, չեմ փոխվիր։ Անոր համար դուք ով հաղորդի որդիներ չսպարեցաք։ Այսինքն Աստված մեզի գսիրե եւ անոր համար մեզի չսպարեցաք մենք։ Ինքը քանի որ սիրո Աստված է, չի փոխվիր։ Երբեք չի փոխվիր։ Հիմա երբ հայցներում մեջը 13:8-ի մեջը նայենք ինչ կսեն։ Հիսուս Քրիստոս նույնն է, երեք, այսօր եւ հավիտյան։ Ուրեմն Աստվածը սա որ նույնն է, Հիսուս Քրիստոսը սա որ նույնն է, երեք այսօր հավիտյան։ Աստծո խոսքը չի փոխվի։ Այսինքն 5 դարան, նոր դարան Աստծո խոսքը նույնն է, կամ նույն Աստվածն է, չի փոխվի։ Ուրեմն մարգարեությունները ուսումնասիրելու համար ասոն կողքեն, որ մենք ամրապնդվենք, որ ինչպես կրնանք մարգարեությունը սերդել։ Ուրեմն երբ որ Աստված կսկսի ճշմարտությունը ուսուցանել ժողովրդին, մենք կրնանք այդ փաստի վրան հույսենից տնել, որ նույն թեմայի գրքությունները չեն փոխել անոր նշանակությունը։ Աստված միշտ կգրտնե իր ասածը, բայց չի փոխել նշանակությունը նույնն է։ Այսինքն սկիզբը գա եւ վերջը գա, եւ սկիզբեն մինչեւ վերջը հասնելու համար տարբեր ծևերով մեզի կբացատրեն, բայց նույն ճամփուն վրան է։ Ճամփան չի փոխվել։ Ընդհանրակը ավելի շատ լույս կսփռե, հետեւաբար մարգարեություններ ուսումնասիրելու ժամանակ իմաստ ունի լավագույն ձևով խորացնել ծննդոց քիրքի իմաստությունը, ու որ առաջին անգամ կբացատրվի ամեն բան։ Հիմներով ամուսնու աստվածաշը մնացած մասը ուսումնասիրել է։ Ուրեմն հարց մգա, ինչու այդչափ կարևոր է, որ թույլ չի տանք որևէ մեկը կամ որևէ բան թույլատրել մեր հավատքը Աստվածաշունչի եւ անոր աստղան ճշմարտության հանդեպ։ Որքան անոնք սաուն կամ նույն տրապանական թվան։ Ինչ է սերիկը։ Մարդիկ կան, լսեն, որ մենք նոր գդայանի հավատացյալներ ենք։ Ադիգա նման սխալ խորհուրդ է։ Նոր գդայանի հավատացյալ չես տար, այդ 5 դրական չես գիտեր։ Շատերը լսեն, որ 5 դրականը հրյաներու պատմությունն է։ Հրյաներու պատմություն չէ, Քրիստոսի պատմությունն է, ժողովրդի միջոցով, որ բրդությունը մեզի հասավ։ Գարտացած չեն անում 5 դրականը։ Եվ չեն ուզել գարտալ։ Պետք չէ թույլ տալ, որ ատեսակ մարդիկ մեր միտքը խանգարեն եւ մեզի սխալ ճամփը վրա դնեն։ Որ 5 դրականը Հիսուս կներկայացնի, որ դիտա։ Այո։ Հիսուսը ամբողջ խոսքը, ամբողջ քիրքը Աստծո խոսքն է, եւ դեռ այնադեպ դեռ նոր գտականը նման չէ հավաքված, երբ որ Դիմետրիոսին գրեց Պողոսյանին։ Ուրեմն Աստծո սիրո ըմբռնումը, մեղավոր բնություն ժառանգելը մասամբ նշանակել է դիեզերքի մեր ընկալումը ալոդված է եսասիրության հբարության հանդեպ մեր սեփական հագումներով։ Այսինքն մենք մեղավոր բնություն ունենք, բնավորություն ունենք։ Մենք մեղավոր բնավորություն ունենք, եւ այդ մեղավոր բնավորության մեջ կմտնա եսասեր, ինքը իրեն սիրող, եսագենտրոն, եւ հբարտ բնավորությունը։ Եվ մենք չենք ուզել խոնարհել Աստծո առջև, որ տեսնանք Աստված ինչ կուզե մեզ ասել։ Եվ ուրեմն շատ ամենից շատը գսե հասկացողությունը խեղաթյուրված է սերը, Աստծո սերը մեզի հանդեպ։ Խեղաթյուրված է, չենք կնալ հասկանալ, թե Աստված ինչպես մեզի գսիրե։ Քանի որ մենք եսագենտրոն ձևով մեր հասկացած ձևով մենք սերը ինչպես կգնալենք, կհասկանանք, այդ ձևով կուզենք Աստծո սերը հասկանալ։ Բայց պետք է հասկանանք, որ Աստծո սերը շատ խորն է եւ շատ մեր միտքեն ավելի բարձր է, շատ դժվար է Աստծո սերը նման հասկանալ։ Միայն գտեսնանք անի խաչի վրա, որ ինչպես սիրես մեզի։
Սիրո էություն հասկանալը կարևոր բանալի է Աստվածաշունչին մարգարեություն հասկանալու համար, քանի որ մարգարեությունները սիրո միջոցով ունենան հասկանալ։ Աստծո սերն է որ մղեց աս մարգարեությունները ազանով։ Էլևայքը գրել որ ամբողջ տիեզերքը մաքուր է, ներշտաշտագության եւ ուրախության մեջ զարգ կփապախե ամբողջ անձայր առաջակորության մեջ։ Անոնք ով ստեղծած է անորմե որ ստեղծած է ամենը կյանք, լույս եւ փեգրավ կհորտի անյեզր դիեզերքի բոլոր դերությունների մեջ։ Փոքրակույն ատոմեն մինչև մեծակույն աշխարհը ամեն բան շնչավոր թե անշունչ իր անսկող գեղեցկությամբ եւ գադայ ուրախությամբ կհրճագե որ Աստված սեր է։ Ասիկա մեծ պայքարքից երբ որ դերը էլևայտը կամփոփե նոր երկիր լավեն վերջը լավիկին մասին է որ կսե որ ամեն բան կծնե որ Աստված սեր է։ Կարդանք Ծննդոց 22 գլուխ 1-13 համարները։ Ծննդոց Այս համերեն երբ կասված փորձեց Աբրահամը Մուսավ անով, ով Աբրահամ, եւ անիկա ասավ ահոս ենտեր, ասված սա, հիմա քու սիրած մեկ հատիկ որդի Իսահակը ար Օմորայի երկիրը կնայի, ոնց անիկա ողջագես գրելերներն մեկում վրա, որ ես քեզ իրեցուցնեմ։ Աբրահամ արդուն գանոք ելավ ու իր իշուն համերը տրավ եւ իրեն հետ երկու զարավ ու Իսահակը որդին արավ եւ ողջագեսի համար պայթ ջակեց ու ելավ գնաց այն դեպը, որ Աստված իրեն ասավ։ Երրորդ օրը Աբրահամի աչքերը վեր վերցուց ու հերոյեն տեսավ այն դեղը Աբրահամ ասավ իր ծառաներուն դուք իշուն հետ խոսքեցեք եւ ես ու դղան մինչեւ ոնց երտանք երկրպագություն ունենք եւ նորեն ցեզի դառնանք։ Աբրահամ ողջագեսին փայտեր արավ ու իր որդին Իսահակին վրա դրավ եւ ինքը ցերկ արավ դրագ ու տանագ ու երկուքը մեկ ցերկացին։ Եվ Իսահակ իր հորը Աբրահամին ասավ հայրին ասավ Անիկա ասավ, ահոսիեմ, որտյակես, իմ և Իսահակ ասավ, ահա դրագը ու պայդը, բայց ողջագեսը լալուկարը ուր է։ Եվ Աբրահամ ասավ, ասված իրեն ողջագեսը լալուկարը բերի բադրաստ է որտյակին։ Այսպես երկուքը մեկտեղ կացին ու հասան այն դեղը, որ ասված անով սեր էր։ Աբրահամն ցեղան նշինեց ու պայդերը շարեց եւ իր որդին Իսահակը գաբեց ու Անիկա սրանին պայդերուն վրա դրավ։ Աբրահամի ցերկ երկնցուց տանագը արավ որպեսի որդին մորթե։ Երոջը ռեշտագը երկինքեն կանչեց ու ասավ Աբրահամ, անիկա ասավ ահոսիեմ, ռեշտագը ասավ դու ցերկի տպցներ եւ անոր պամը միներ, կանզի հիմա կիծած է ասուս մեկը վախտաս որովհետեւ դու մեկ հատիկ որդիդ ինձ չխնայեցիր։ Աբրահամը աչքերը վեր վերցուց ու նայեցավ եւ այր յետևը խիտ մացակարում է ճեղճուները բռնված խոյ մգար, Աբրահամ գնաց ու խոյը գրավ ու Անիկա իր որդին դե ողջագեց մանուցանեց։ Այո։ Շնորհակալ եմ։ Ուրեմն ասի քիչ առաջ որ առաջին անգամ երբ բանը գլա սուպիրտի մեջ առաջին անգամ երբ անոր մասին խոսված է գտնակ տեսնան որ Հովանու 3:16 մեջ որ գսե Աստված այնպես սիրեց աշխարհը մինչև միածին որդին չխնայեց ուրեմն առաջին անգամ խոսված է ոնց Աբրահամին եւ Իսահակին բապության միջոցով Աստված ուզեց ծծնել որ Աբրահամը Աստված ուզեց որ Աբրահամ իր առաջին զավակը իր սիրելի զավակը զոհե Ցույց տալով որ Աստվածը ինքը իր սիրելի զավակը զոհե առաջին անգամ հոս ուրեմն մենք կտեսնանք Աստծո Երբ ասե քու սիրելի, քու մեկ հատիկ, բայց իրականության մեջ արդյոք մեկ հատիկ էր, չէ, մեկ հատ զավակ ուներ Աբրահամ, բայց Աստված ուզեց է, որ աս մեկ հատիկը, որ Աստծո խոստման համացան եղած որդին էր, որ իրեն սիրելի որդին էր, քու մեկ հատիկ կսե, երբ քու սիրած որդի ինձի վիզոհես, և Աբրահամ երկու անգամ չխոսեց ավադոր մասին։ Ահա քու սիրած մեկ հատիկ որդիդ ար ու մորյա երկը Իհանուզանիկա ողջագեզել է։ Աբրահամը ելավ գնացելավ, հնազանդեցավ, ինչպես եղավ, որ Աբրահամ առանց հարց ու փորձի հնազանդեցավ։ Քանի որ Աստծո գսիրեր։ Գսիրեր, այո, և ուրիշ, երբ որ գսիրես ինչ գնես, նաև Գանազանդիս։ Գանազանդիս և սազը գնես։ Եվ գվստահիս։ Եվ վստահեցավ Աստծո խոսքին, հիմա Եփրայեցիներու մեջը 11-19-ի մեջը գսե որ քանզի Աբրահամ կմտածեր թե Աստված կարող է մեղրերեն Իսահակը հարուցանել ուստի որպես նախադիպալ ընդունեց Անիկա։ Նախադիպալի նշանակե
ինչ որ բամը գինար անոր սկիզբը եղողը նախադիբար Քրիստոս է իրական դիբարը եւ ասիգա եղավ նախադիբարը Քրիստոսի հիմա տեսանք որ երբ որ կհասկանանք 5 դարանը նոր ավելի լավ կնանք հասկանալ Ապրամ Կոլորովին վստահեցավ Աստծո եւ Աստված իրեն անշուշտ տեխոյը լրգեց եւ չվերցուց քանի որ անդի չէր աստուն նպատակ ուզեր Ապրամը փորձել դե Ապրամը փորձեց տեսնալու իրեն նման մի վստահի Ուրեմն ասիրագծին Աստծոսերը մարդկության հանդեպ նա այդչափ սիրեց մեզ որ դվավ իր միածին որդին եւ այնուհետեւ անոր հարություն դվավ մեռելներեն այսպիսով մեզ կբացայվի Աստծո անձնազոհ սերը մեզի հանդեպ Ինչպես կրնանք մենք ուրիշներուն հանդեպ դրսել որ այնպիսի անձնազոհ սեր որ Աստված ունի մեր հանդեպ ինչու նման սերը անսովոր է մեզ մեր շատերուն համար ինչպես մենք կգանք դիմացին համար ատեսակ սեր ունենալ Ուրեմն ուր է քարմուկը գսեն հոս Իսահակ գսե հայրին ահա գրագը ահա թագը ուր է քարը բայց Ապրամ չսա որ ինքն է քարը ասա որ Աստված պիտի հայթայթե հիմա ինչու քարը ինչու այդ քարմուկին դիբարը նգարը ասփանի մեջ հայտնության քիլքին մեջ գսե որ ահա աշխարհի սկզբեն մորտված քարը ուրեմն գիտնանք որ քարը ուր է սկսավ առաջինական նորենոս ծննդոցի մեջը քարմուկին նգարը կա հայտնության քիլքին մեջ 20 անգամ են ավելի քարպարը հիշված է քարմուկը հիշված է այսինքն քարմուկը կենտրոնական դեր զբաղեցն է հայտնության քրքին մեջ Կարդամ ծրընթոց 22 Քարմուկը քարը նշանակում Հա, քար կամ քար Սեհ պարն է անգլերեն եբրայերենի մեջ սեհ անունը քար պարը սեհն է Ծրընթոց 22:7-8 Եվ Իսահակ իր հոր Աբրահամին ասավ. Հայր իմ, անիգա ասավ ահոսիեն որդիս եւ Իսահակ ասավ. Ահա գրագը ու փայդը, բայց ողջագես ըլլալու քարը ուր է եւ Աբրահամ ասավ. Աստված իր ողջագես ըլլալու քարը պիտի պատրաստե որդյագին Այո Աստված քարը պիտի պատրաստե ու երեսներն մեր դասանիցի միլար ահութայ ծերեն եւ առյուծը Դավիթին արմանը հաղթեց եւ այն քիլքը պիտի բանանոր 7 գնիկները պիտի քագե ասիգա նույն քարն է ինչ Հիսուսի համար որ քարն է գսե ասիգա է նաեւ Հութայի ծերեն եւ առյուծը Դավիթի արմանը եւ հաղթեց Ուրեմն առաջին անգամ ասքարը ծննդոցի մեջ գա, բայց 5 դարանի մյուս բոլոր 38 քիրքերուն մեջը Իսահակին այս հարցին աստիճանաբար կպատասխանվի ավելի մանրամասն ձևով, այսինքն ուր է քարը։ Զավիթի ձեզերը մինչև Դավիթի վաղ շրջանի սխրագործությունները 5 դարանի ողջ պատմությունն էլի է մեսիական անտիվ մարգարեություններով, որոնք կգախասեին Իսահակի հարցի պատասխանը, ուր է քարը։ Քարը ինչու համար է, մեր փրկության համար է քարը։ Այնուհետև նոր գդագային հարցին կպատասխան կտրվի, երբ Հիսուս կհայտնի մարմնով եւ այրունով գծառայ է ժողովրդի մեջ եւ վերջը կզոհաբեր է իր այրունը, իր կյանքը խաչին վրա։ Չէ՞ որ Հովանես Մեգդալիչը ասավ, ահա Աստծո քարը, որ աշխարհի մեղքը պիտի վերցնե։ Ուրեմն իրականություն դարձավ։ Իսահակը որպես քար ընլալը, քարմուկը գտնվելը եւ հիմա Հիսուսին մգրված ժամանակ ըսել որ ահա Աստծո քարը խաչի վրա իրեն քարմուկին մորթվելիք ժամանակը իրեն մահանալ, ասոնք ամենը այդ քարի պատկերներն են, որ իրականացան։ Եվ սավ այս եմ սիրելի որդիս, որ կփայ հաջիմ եւ ուրեմն այդ հարցին պատասխանը Հիսուսի մեջ կգտնան, ուր է քարը։
Ուրեմն երբ որ ասոնք ամեն միասին հյուսենք, բոլոր գաբերը իրար կողքովի կբերենք, բաց կդառնա, որ Հիսուսը Աստծո քարը մեզ փոխարինող զոհն է։ Ինչու համար մեզ փոխարինող գսենք, քանի որ մեղքին բարձկը մենք ինչով ծնած ենք, մեղքով, ուրեմն մենք ինչ պետք է նայենք, պետք է մեռնեինք, բայց Հիսուս եկավ որպես մեզի կյանք տա։ Անոնք ովքեր որ Հիսուսը չեն ընդունի, ատմանքան ճամփու մեջ ուներ, պիտի մեռնին, բայց անոնք ովքեր Հիսուսը կընդունին, անոնք հավերական կյանք ունեն։ Կան Հիսուս Քրիստոսի մեջ հավերական կյանքը։ Ուրեմն կարևոր է արդյոք մեզ որ մենք գիտնանք ասիլա։ Շատ կարևոր է մեր փրկության համար է։ Հույս չենք, ինչ հույս պիտի ունենայինք առանց այսօր, որպես փոխարինող զոհաբերության հատկապես Թադաստանի ժամանակ։ Եթե Հիսուսը չունենանք Թադաստանի ժամանակ, ինչպես պիտի գայնենք Աստծո առջև։ Մահվան խնդրի լուծումը ինչպես եղավ, աշխարհին արարել են առաջ ներողություն։ Այս աշխարհի մեջ մեր արարիչեն, մեր ստեղծիչեն առաջ անչափ ապրելու թերևս ամենաթաժանգողն այն է, որ մահը թաքնված է յուրաքանչյուր կյանքի ետևը, պատրաստ հարվածելու ցանկացած պահի։ Մենք չենք գիտեր երբ մեռնի։ Ադե մեղքին հատուցումը։ Պատիժը, որ մենք կվճարենք տիեզերքի միակ կյանքի աղբյուրեն արարիչեն զատված ըլլալու պատճառով։ Մենք կմեռնենք, քան Աստծո զատված ենք։ Ուրեմն այս բանալին մահվան լուծման բանալին կգտնի միայն Հիսուսի եւ անոր մահվան ու հարության միջեւ։ Ճարաճը սենք արդեն։ Առաջին կամ կար։ Ծննդոց 2:15 եւ 19:17 նագարքան։ Ծննդոց երկրորդ գլուխ 15 եւ 17 համարները։ Առաջին Կամ 16-17 համարները։ Եվ դա Աստված բարիբերեց մարդուն ասելով, մարդերի բոլոր ծառերեն համարձակ է, բայց բարի ու ճարի գիտության ծառերնի ուտեր, քանզի անորը որոնք է ուտես անշուշտ պիտի մեռնից։ Ատկե վերջը Գայեն իր ապել եղբորը հետ խոսեցավ, երբ անոնք թաշն էին, Գայեն իր եղբորը վրա ելավ ու սպանդեց ծանիգա։ Օ, ամիջապես եղավ։ Ըսա որ պիտի մեռնիս, եթե ուտես ծառեն, չէ։ Ծառը գերավ, շատ չացավ, մեկ տղան մյուս տղայի վրա ելավ եւ բարի տղան սպանվեցավ։ Մեղքին բարձկը մահը եւ աշխարհ եկավ։ Մենք հաճախ կլսենք, որ մահը կյանքի մեկ մասն է, Աստծուդ է։ Մահը կյանքին հանգարակն է, անոր գործանումը։ Այսինքն մահը կյանքին գործանումն է։ Այն անցանկալի հյուր է, որ պետք չէ լա մեր գոյության մեկ մասը։ Թե մենք ընդելացած ենք մահվան, մեր սիրտերը թերևս ուշ կփողոքեն եւ կփախվին անոր։ Մարդկությունը գարց գիտակցի, որ երբ անոր հետ կապված սխալ բան կա, որքան ցավալի է մահը կամ մահվան դեպքեր ավելի ողբերգական գտնվեն քան մյուսները, այսինքն մեկուն մահը երբեմն ավելի ողբերգական է, քան թե ուրիշի մահը, օրինակ երեխայի մահը, շատ ավելի դժվար է դանես։ Բայց մենք երբեմն արդեն կսկսենք սովորական կարգել, վարժվեցանք մահվանը, բայց իրականում Աստված սկիզբեն այսպես չստեղծեց։ Մահը մեղքն է, որ մահը ներս բերավ։ Մինչ Ադամն ու Եվան իրենք կանցնեին մահվան միջոցով, անոնք ապրեցան մահվան ողբերգությունը եւ իրենց արդար որդուն սպանվեցավ անփարիշ եղբոր կողմանը։ Adică հատկապես շատ անարդար մահվան էր։ Խորին Հիսուսի մասին, որ անյալը սպանվեցավ անարդարներու կողմեր, ինչպես ապելը, որ մահը կարող էր ավելի անարդարը լալ, քան թե Քրիստոսինը։ Առանց մահվան խնդրի լուծման ինչու մեր կյանքը ի վերջո անօգուտ եւ անիմաստ եւ փուջ է։ Եթե մահվան խնդիրը չլուծենք հիմա, մեր կյանքը ապրել օգուտ չունի։ Ամեն ինչ վախճան ունի ամիգա։ Ուրեմն որչափ շնորհակալ պետք է նա, որ Հիսուս մեզի համար ինքը մեռավ եւ մեզի կյանք տվավ։
Ուրեմն շարունակելով երկրպագության հարցը առանցքային թեմա է հայկական քիրքի մեջ, երկրպագություն, որում կվաշտես, ասի ամենեն առաջին մեղքի ձախում ունեցող, մեղք ասկե ձախում արա, որում կվաշտենք, կեղծ երկրպագության համագարկերուն հեղինակ և դադարող գոչվի վիշապ, հայտնության մեջ կսեն, և այս ընգած կերովպեն օծագերբար նգարակրությունը բադական չէ, այն հստակ ցույց կտա, եթե մի բարդեզը ուր օծը մտավ թրախ և աթամին և այն համոզեց հետևելու արարիչին թեմ, ստեղծողին թեմ իր ապստամբությանը։ Հիմա համատենք ծրընթոց 3-5 համարները, կարդացին կարծեմ։ 1-5 համարները։ Ծրընթոց 3-1-5։ Եվ դեր աստուծո ռածը թաշտի բոլոր կազաններեն ավելի հորաման էր օծը, որ գնոջ սավ, իրավ ասված սավ թե բարդեզին ովև է ձարեն բիդի չուդեք, գինը օծին սավ, բարդեզին ձարերուն բուտուղեն ըրմանք ուդել, Մինչև 5-րդ համարը։ Մինչև 5-րդ համարը։ 4-րդ տեսը։ Օծը գնոջ ըսա, ոչ թե անշուտ բիդիտ մերնիկ, քանզի ասված գիտե թե այն օրը, որ անգե ուդեք, աչկերնիկ պիտի բացվին և աստվածներու բես պիտի ըլակ։ Հարին ու չարը գիտնալու։ Այո։ Այսինքն աստոբես պիտի ըլակ։ Նորեն բաշտամունքին դերն է։ Սատանան ուզեց, որ ինքը բարձանա, առաջին ինքը ըլա, աստոդերը ըլա, իրեն աթորը աթորեն վեր տնե, հյուսիսին գոմը պնագի, աստոդերը բարձանա, ասիկ ամեն սատանային հաբարտությունն էր, որ ուզեց ընել։ Ուրեմն հոս ծննդոց քիրքին մեջը առաջին անգամ կտեսնակ, որ գմոլորեցնել, որ Սարանան ուզել մոլորեցնել Աթամին և Եվան, անանգով աշխարհը գմոլորեցնել, միայն երկու մարդ կար, անյա մոլորեցան, և երբ որ հայտնության հովանու երթան, 12 գլուխ 9-րդ համարի մեջը, կտեսնանք կսեն, որ ուստի բարձը կվեցա մեծ վիշապը, այն առաջվան օծը, ու փասարգուն, ու սատանա կգոչվի, որ բոլոր աշխարհ մոլորեցուց։ Հիմա հոս բոլոր աշխարհը լեցու ժողովուրդ կա հիմա, բոլոր ասիա վերջավորությունն է մոլորեցուց, իր հեշտակը իրեն հետ բարձը կվեցան երկրի վրա։ Ուրեմն սատանան սկիզբը երկու հոգի մոլորեցուց, հիմա գչանա բոլոր աշխարհը մոլորեցնելու։ Ինչու համար ուզել, որ ամբողջ աշխարհը մոլորեցնել, որովհետեւ իշխանություն կուտա քազանին և կստիպե, որ ամբողջ աշխարհը երկրպագե իրեն։ Ուրեմն Աստվածաշնչի մարգարեության մեջ հայտնաբերված թեմաների մեկը մեծ պայքարի անփոփոխ բնույթն է, որ մենք միշտ Սարանան Աստծո հետ կպայքարի։ Աս երբեք չի վերջանա։ Սկիզբը սկսա, մինչև որ չի վերջանա հայտնություն Հիսուսի երկրորդ կառույցով, աս թեման չի վերջանար։ Պայքարը Աստծո և Սատանայի միջև պայքարը մենք ամ մեջ ելնալով։ Աստծո բնավորություն և խոսքը չեն փոխվի և չի փոխվի նաև սատանայի նգրդումները, այսինքն անոր ուզածներն չի փոխվի։ Աստված չի փոխվի, Սատանան չի փոխվի։ Բարեբախտաբար, քանի որ մեծ պայքարի բնույթը չի փոխվի և քանի որ մենք ունենք հստակ հղում մարգարեական քիրքերի մեջ քրիստոնյանը գրնան նկատել միտումներ և հասկանալ, թե ուր թաքնված է հոգևոր որոքայթները։ Մենք Սուրբին գսել, որ գարթացեք և քիծեք, առաջին հասի մեջն էր, գարթացեք, սորվեցեք, քիծեք, քաղտի թող չմնացեց, թե ինչպես կրնակ սատանային ջիրանները փախի։ Քանի որ ինքը կթաքնվի, թաքնված բաները պետք է մենք մեջտեղ հանենք։ Սատանան կգնա հազարավոր գերբարանքներ գրել, սակայն ընկած մարդկության հազարամյակների պատմություններով զուգորդված հայտնության քրքի մեջ նկարագրվող մարիական սցենարի մեջ ցույց կտա, որ այն երբեք չի շեղվել իր խաղի բլանեն, իր խաղի նկարակիրեն, որը օգտագործեց Եթերի բարդեզի մեջ։ Միշտ կուզել խաբել։ Աստված մեզ խոստացել է տալ իմաստություն,
Եվ խորական հացություն, իմաստություն, այսինքն եւ միտ տված է եւ ան հասկանալու կարողություն։ Զիվաձը լավոսուր պիտի արժանահավատությամբ մենք պետք չէ դրվենք ասադանային մոլորություններում։ Ցավոք շատերը դրված են եւ շատերն աթեր կդրվին, այսինքն թեր կխապվին։ Երբ որ սուպիկը գարտան գաղութենք եւ անգերձոնեն աստծո արչեւ ու քանքուզենք, որ Աստված մեզի առաջնորդ է առանց հետին նպատակներ ունենալու, առանց նայելու թե յետևը ինչ կա։ Աստված մեզի ամենայն շիրակը առաջնորդ է։ Աստվածաշունչ, ամեն իրեն վստահ։ իրեն վստահելով։ Աստվածաշունչը պատմության ընթացքում մարդկության հետ Աստծո փոխ աստվածության պատմությունն է։ Եվ հազարավոր տարիներ նման փոխ աստվածներ ուսումնասիրությամբ մենք կգանք շատ բան սովորել Աստծո գայուն բնավորության մասին։ Այն փաստը, որ մեր լուրը անփոփոխ եւ հաստատուն է, չի նշանակեցնական, որ այն բարձունակ է կամ հասարակ։ Ճիշտ հակառակը, երբ ուսումնասիրես ասաման Աստծո միտքեն մեզի փոխանցված տեղեկությունները արագ կբացահայտվի, որ երբեք չես հասնել որևէ թեմայի ավարտին։ Այսինքն Աստված մեզի տված է իմաստություն, բայց ոչ չափալ, որ մենք խելացի ելանք Աստծո թեմաները սորվելու չենք վերջացնել այդ թեման։ Մենք հավիտենականությունը պետք ունենք, որ այդ թեմաները Աստծո ստեղծագործությունն, անոր փրկությունը նման հասկանանք։ Բայց չսել, որ պետք չէ հասկանալ, ոչ չափ որ գրնանք, պետք է չանանք ամիգա հասկանալ։ Այս չափով կարծեմ պետք է վերջացնենք այսօրվա տասը։ Ես կուզեմ միայն հետաքրքրությունը բերել մեր մեջը Աստծո խոսքը սերդելու, թեմաները սերդելու, տեսնալու, որ ինչ են վերջն է, եւ գիտեք, ես հանդիպած եմ, ես կարդացած եմ Աստվածաշունչը, մենք ասա, կարդացել եմ արդեն, մեկ անգամ կարդացել եմ, մեկ անգամ, ամեն անգամ նույն բանը կարդաս, տարբեր բան կհասկանաս, քանի որ թուն կփոխվիս, քո միտքը կմեծնա, դու ավելի լավ քո փորձառույթի բան կգնա քո քեզի եւ դարձել կհասկանաս Աստվածաշունչը, ոչ թե ինքը կփոխվի, այլ դու ավելի կհասունաս։ Ամեն օր կարևոր է եւ կարելի է ամեն օր գաղթալ։ Եթե Հիսուս ամեն օր քոնե ժամը, եթե ոչ Աստծո հետ կաղոթեր կամ ժամանակ կանցներ, մենք որ մարդ ենք, ոչ չափ ավելի պետք է ենք։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, դեր օգնել խոսքին։ Ձեր դողությունը։